Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 14-ի համար տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք այդ օրը մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 14-ին։ Այդ օրը ոմանք կայցել են գեղեցկության սրահ, ոմանք կայցել են բժշկական կենտրոն, ոմանք կայցել են իրենց ծնողներին, նաև խորամանկ մարդիկ կան կամ ձեր շուրջն լինելու ընտանիքի անդամները կարող խորամանկություն անել, կամ դուք պետք է լինեք խորամանկ այդ օրը։ Նաև պետք է ուղղակի ուշադիր լինել, որ այստեղ խաբեության զոհ չդառնաք, ինչ որ մարդիկ կարող լինեն, ովքեր ձեզ խաբեն։ Չէ, այստեղ երեխաները խորամանկություն կանեն, ընդհանրապես։ Եթե բիզնես գործընկեր ունեք, ապա նա կարող է փորձել ձեզ խաբել։ Եվ այդ օրը հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են ստեղծվում, ոմանք կարող են նաև դռները փակել, ինչ որ դռներ են, որոնք որ ձեզ այլևս հարկավոր չեն եւ կարող եք այդ դռները փակել ի վերջո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են իրենք։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 14-ին։ Ինչ որ մի բան եք հանելու ձեր կյանքից։ Կտրուկ քայլ եք անելու, բայց այդ կտրուկ քայլը մինչև փոփոխություններ բերելը ձեզ համար խոչընդոտներ է ստեղծելու։ Նամար լավ մտածեք, հա, այդ քայլին դիմելու համար։ Նաև ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների հետ կապված, որտեղ կարող է մի տեղը ոնց որ մարդը ճղի, հա, կտրի եւ դա խոչընդոտ է հանդիսանում մնացած գործողություններն անելու համար։ Եվ ոմանք իրոք ինչ-որ մի բան կփոխեք ձեր կյանքում, հիմքից դա կարող է լինել եւ այդ պահայլի եմ ասում, դեռ ոնց որ ձեզ համար քաոսի նման է, ոնց որ խոչընդոտներ կան, մեկ մտածում եք ինչի արեցի, մեկ մտածում եք ինչի եղավ, հա, բայց հետո փոփոխություններ կլինեն, նոր հետո կկարգավորվի ամեն ինչ։ Եվ կարող ձեր կյանքից ինչ-որ մեկին հանել։ Նաեւ վեճը, ոչ հետո նաեւ խոչընդոտներ է առաջանալու։ Փոփոխություն նաև կմտցնեք ձեր կյանքում, միգուցե տեղափոխություն է, մեկ այլ տուն, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ինչ որ մի փոփոխություն է մտնելու։ Սա նաև հղիություն է կամ ծննդաբերություն։ Դե այստեղ կարող մտածում եք, որ պետք է հեռացնել օրինակ երեխային։ Չի բացառվում։ Բայց ասեմ, որ խոչընդոտներ կլինեն հեռացնելուց։ Առողջության հետ կապված։ Բացի դա էլ սա Միգուցե կեսարյան եք ունենում երեխային այդ օրը։ Միգուցե շտապ պետք է ունենաք եւ կեսարյան եք ունենում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 14-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լցված կլինեք, բայց տեսնեմ ես ինչի կորուստ է։ Ինչ որ տղամարդու հետ է կապված կամ վստահությունը կկորցնեք, կամ եթե դուք եք տղամարդ, ուշադիր եղեք ձեր հեղինակությանը։ Ինչ որ մի բան է, որ այս տղամարդն է կորցնում կամ դուք եք կորցնում այս տղամարդուն։ Միգուցե կամ էլ չեք վստահում։ Եվ ինչ որ մի բան է գնալու ձեր կյանքից, նորին տեղ բացելու համար։ Սովորում դա այս տղամարդը չէ։ Մարդիկ կան, գիտեք, որ ինչ-որ մեկը գնում է իրենց կյանքից, իրենք ավելի ուրախ են, որովհետև իրոք ուզում էին, որ գնային եւ չեն կարողam ազատվել, հա, հիմա իմ ասածը միգուցե ինչ-որ մարդկանց համար, ովքեր որ չեն ուզում ազատվել, ուրիշ ձև է հնչում, բայց իրոք շատ մարդիկ կան, ովքեր որ ուզում են ազատվեն եւ դա իրենց ուրախությունն է պատճառում, որ ի վերջո ազատվեցին այդ մարդուց։
Ամենայն դեպս այստեղ ինչ-որ մի բան է գնալու ձեզանից, որը լցվել էր արդեն, հիմա կգնա նորին տեղ բացելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք նպաստակների։ Ինչ է սպասվում նպաստակներին մարտի 14-ին։ Հաջողությունը հաջողության հետևից։ Երկու հաջողության քարտերն են ընկել ձեզ մոտ։ Այնպես որ հաջողությունը հաջողության հետևից է այստեղ ձեզ սպասվում այդ օրը։ Օգտվեք այդ առիթից, օգտվեք այդ հաջողություններից, դռներ են բացվում ձեր առջև, հնարավորություններ են բացվում ձեր առջև, օգտվեք իրոք, օգտվեք, որովհետև նման բան շատ քիչ է լինում մարդու կյանքում, որ այսքան շատ հաջողություն է իրեն մեկ օրվա ընթացքում սպասվում։ Եվ ոմանք ունեն նաև առիթ, այդ օրը կգնաք առիթին, ոմանք նաև այստեղ հաջողությունը սպասվում է հասարակական գործունեության մեջ, կախված է թե ինչ գործեր եք դուք անում, հա, դրա էլ այդ ամենը կախված է դրանից։ Եկ հողը հարսանիք է, առիթ է, միգուցե ձեր հարսանիքն է, ձեր առիթն է և ամեն ինչ հիանալի է ուղղակի անցնում, հիանալի ավարտվում։ Այսքանը ձեզ համար, եթե ուզում եք սկսեք ոչ հասարակական գործունեություն, ապա սկսեք, որովհետև ասում ձեր ժամն է եկել, եթե այդ օրը պետք է ելույթ ունենաք, հիանալի ուղղակի կանցնի այն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 14-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, ձեր հարսանիքն է միգուցե, գործարք է, որ կկնքեք, ամուսնության առաջարկ է, դուք կանեք կամ ձեզ կանեն։ Նաև դա ցիկլային աշխատանք է, որ այդ օրը անընդհատ կանեք, ձեր գործերը առաջ կմղեք այստեղ։ Եվ իհարկե դա ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, կարող եք գնալ ինչ-որ մի տեղ, այնտեղ ձեզ անեն, այդ ամուսնության առաջարկ կա, ինչ-որ հեռու տեղ։ Եվ տեղափոխություն է ոմանց համար սա նշանակում, տան տեղափոխություն, բնակարանի, տարածքի, այդպես նաև քաղաքի, այդպես կարող եք տեղափոխվել գնալ։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք այդ օրը ձեր ընկերոջ հետ, միգուցե օգնում է ձեզ, միգուցե ընկերոջ առիթն է, ընկերոջ հարսանիքն է, այդպես, ինչ-որ մի տեղ եք գնում, որտեղ որ նաև կա ձեր ընկերը։ Այսքանը ձեզ համար, ամենայն դեպս հիանալի օր է, ում էլ որ ամուսնության առաջարկ կանե, շնորհավորում եմ։ Այսքանը, միգուցե հարսանիքի եք հրավիրվում, բայց դա ոչ իհարկե այդ օրվա համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 14-ին։ Ընտրության առջև եք այդ օրը կանգնած լինելու, ինչ-որ մի բան պետք է ընտրեք։ Միգուցե շատ կարևոր լուրջ բան է, միգուցե նաև ուղղակի ինչ-որ թեթև մի բան է, որ պետք է ընտրություն կատարեք այդ օրը։ Նաև հանդիպում, շփում որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Կամ օձ է, օձային, այդպես կամ վերաբերմունք ունի ձեր նկատմամբ, կամ ոչ է կին է, ով որ բավականին իմաստուն է եւ ձեզ շատ լավ խորհուրդներ կտա այդ օրը։ Հետևեք այդ խորհուրդներին։ Եթե իհարկե դուք ինքներդ լավ կիմանաք ում եք հանդիպում, չէ՞, մենք գիտենք ով կա։ Այդ օրը, որովհետեւ նաեւ դժվարություններ ունեք, պետք է կարողանաք հաղթահարել եւ այդ կինը միգուցե ձեզ օգնում է այդ հարցում, որպեսզի կարողանաք հաղթահարել այդ դժվարությունները։ Նաև ճակատագրական օր է, ոմանց համար այդ օրը ինչ-որ ճակատագրական քայլ կանեք, կարևոր քայլ կանեք ձեզ համար։ Նաև դժվարություններ են։ Դժվարություն է, սա բեռ է, որը ձեր ուսերին է, դուք պետք է անեք այդ օրը ինչ-որ բաներ։ Ճակատագրական հանդիպում նաև կարող է լինել ոմանց համար։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջերին։ Ինչ է սպասվում ջերին մարտի 14-ին։ Խորամանկ անձնավորություններ կան ձեր շրջապատում, խաբեբա մարդիկ կան, գուցե նաև դուք պետք է լինեք այդ օրը խորամանկ, տեսնենք դուք եք լինելու խորամանկ։ Կողոն ձեր երեխաները լինել խորամանկ, կամ դուք լինեք խորամանկ ձեր երեխաների հարցում, որ հավաքեն, տուն մաքրեն, որ ինչ-որ մի բան անեն ձեզ համար, այդպես ինչ-որ համոզեք, երեխաները կողոն նաև ինչու չէ խաբել ձեզ այդ օրը, չի բացառվում։ Ճանապարհ կարող գնալ, ճանապարհներին շատ լինել այդ օրը, գործերը ձեր առաջ կմղեք, այն գործերը, որոնք մնացել էին, այն ինչ-որ չափով թեկուզ, կկարողանաք ձեր գործերը առաջ տանել։ Նաև հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, նաև սա վերաբերվում է նրան, որ ինչ-որ մի գործ կանեք, կվերջացնեք եւ այդ դուռը ի վերջո կփակեք, որը մնացել էր, կանեք, կապարտեք եւ վերջ կտակ դրան, այլևս չկանդրադառնա դրան։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է այս կինը։ Կամ իր մոտ է խոչընդոտներ, կամ իրեն տեսնելուց է այդ խոչընդոտները։ Ինքն է ձեր կյանք բերում խոչընդոտները, այստեղ նաև կորուստ է կան։ Տեսնենք, ինչ կորուստ է սա։ Օձերեն, մի հավատացեք այդ օրը, ոչ այդ կնոջը, ոչ օձերին, եւ ասում է իմաստուն, որ գտնվեք, ոչինչ չեք կորցնի, ոչ ոքին չեք հավատա, եւ ըստ դրել արդեն ոչինչ չեք կորցնի ձեր կյանքում։ Մի հավատացեք այդ օրը ոչ ոքին, մի վստահեք ոչ ոքին։ Նաև ինչ-որ մի շրջապատում կլինեք այդ օրը, միգուցե ձեր շրջապատից է այդ մարդը, մասին, որ այսքան ասացի, նաև պաշտոնի բարձրացում է, սա կարող է ուղղակի այնպես անեն, որ կորցնեք, եւս պետք է ուշադիր լինել, միգուցե աշխատանքի հետ է կապված սա, տակն են փորում, օճառ-մոճառ են դնում, կամ շրջապատն է սա, այդ շրջապատը որտեղ որ կաք, ինձ թվում է այդ շրջապատը այդքան էլ լավը չէ։ Ձեզ կամ նախանձում են, կամ ձեր լավը չեն ցանկանում, այդ շրջապատը, որտեղ որ այդ պահին կլինեք դուք այդ օրը։ Նաև սա իմաստություն է, նոր կյանքի իմաստ է, որը կգտնեք ձեր կյանքում, եւ ասում է հենց իմաստուն եղեք, իրոք իմաստությունը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 14-ին։ Այդ օրը առիթի եք, կամ դուք կարող եք առիթ ստեղծել, ուրախանալ, ինչ-որ մի առիթի հետ կապված ինչ-որ մի բան է լինում ձեր կյանքում եւ դա ձեզ ուրախություն է բերում, ուրախանում եք։ Նաեւ կարող է հարսանիքի եք, նշանադրության եք, սա նաեւ հասարակական կյանքն է, որը կարող է ինչ-որ հասարակական գործունեություն եք ծավալում, հասարակության մեջ եք լինելու, շատ մարդկանց մեջ եք լինելու։ Նաև ոմանք այստեղ տանը առիթ ունեն, կամ տեղափոխվում եք, հյուրեր, բայց այստեղ իրոք, ոնց որ տանն է, առիթ է, ռեստորան է, ինչ-որ նման, ոնց է հարսանիքը լինում, գնում են այս մյուսի տուն, հետո գնում են մյուսի տուն, այդպես, եւ հետո ի վերջո գնում են տուն, գնում են ռեստորան, եւ նշում են, ինչ-որ առիթ։ Այստեղ ինչ-որ նմանատիպ մի բան է։ Կամ աշխատանքն եք նշում, միգուցե աշխատանքի եք ընդունվում, միգուցե տանը շատ աշխատանք ունեք եւ հասարակական գործունեությամբ եք զբաղվում, այդ աշխատանքն եք, այդ գործերն եք առաջ մղում,
Նման ինչ որ պահեր են այդտեղ աշխատանք, տուն, առիթ, հասարակություն, հյուրեր, այդպես ամեն մեկի մոտ դա մի բան տեղի կունենա։ Ռեստորան, միգուցե գնում եք նաև տանից դուրս եք գալիս, որոշում եք գնալ կինո նայելու, օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 14-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորություն է, միգուցե տնօրենն է, միգուցե մենեջերն է, ամուսինն է, ինչ որ տղամարդ է, ում հետ կարող ծանոթանալ, սիրային առումով կարող լինել, գործերի առումով, ընտրության առջև եք կանգնեցնելու, միգուցե ինչ որ բան է ձեզ առաջարկում, միգուցե իր հետ պետք է գնաք ժամադրության եւ ընտրության առջև եք կանգնած, միգուցե ինչ որ շատ կարևոր մի բան է ձեզ իրոք առաջարկում եւ մտքերի մեջ կլինեք, կմտածեք, արդյոք արժի թե ոչ։ Գնում եք ժամադրության եւ մտածում եք ինչ հագնել այդ մարդու հետ հանդիպման ժամանակ։ Եվ որից է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ոմանք նաև ուսմամբ կզբաղվեն այդ օրը, ոմանք էլ կփոխեն իրենց կյանքի էջը եւ կսկսեք նորովի ապրել։ Եվ շատ շփում, խոսակցություն, չի բացառվում նաև բամբասանք, չի բացառվում նաև այստեղ լեզվակռիվ։ Մի քիչ էլ անհանգստություն ունեք։ Քննության եք, նման անհանգստություն է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 14-ին։ Այստեղ երեխաների հետ կապված որից իրադարձություն է, նավար երեխաների հետ եք վիճում, նավար երեխաների համար եք վիճում դիմացինի հետ։ Նաև հղիություն, ծննդաբերություն, նոր գործ, նոր բիզնես, նոր աշխատանք, նոր կյանք, նոր հնարավորություններ։ Երեխաների հետ կարող տեղ գնալ, թոռները կարող են գալ, թոռների հետ կամ տեղ գնանք։ Ոմանք տուն են մաքրելու, ոմանք վիճելու են։ Տեսնենք վիճում եք։ Էմոցիաները տեղի կարող են տալ, վիճեք։ Ինչ որ չդիմանաք միգուցե երեխաներին, բարկանում եք երեխաների վրա։ Նաև ոմանք կայցել են իրենց ծնողներին, ոմանք կայցել են գեղեցկության սրահ, ոմանք կայցել են նաև բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 14-ին։ Ինչ-որ բան է կայունանում ձեզ մոտ, կյանքում ինչ-որ մի ոլորտ է, որը կայունանում է, նորմալանում է, հանգստանում է, եթե ինչ-որ խնդիրներ կային։ Նաև այդ օրը խոչընդոտներ ունեք։ Մի ոլորտը, ինչպես որ ասում են, կայունանում է, նայեք, որ չի բաժանվում։ Խոչընդոտները կարող ստեղծում է ոչ տղամարդ կամ իր մոտ է խոչընդոտներ եւ պետք է կարողանաք իրեն օգնել, աջակցել, որպեսզի խոչընդոտները դրա համար է սա կայունությունը դրա համար է գալիս, որ պետք է կարողանաք դիմացինին աջակցել այդ օրը, օգնել այդ օրը։ Կամ այս մարդն է ձեզ համար խնդիրներ ստեղծում, խոչընդոտներ ստեղծում։ Գուցե ձեր մենեջերն է, ձեր տնօրենն է, գալիս է, բզբզում է, անիմաստ, չէ՞, կան չէ՞ տենց ձև տված մենեջերներ, որ իբր թե վայ, ես ով եմ, էլի, ես դա չեմ սիրում նման մարդկանց, պետք է իրանց բերանին գաս, որ ինքը իր տեղը նստի, հասկանա, որ ինքը այդ տեղը է եւ ինքը ավել չի։ Ինքը չգիտես ով չի։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։